արել։ Ինչ մեռրեմ արել։ Ուրեմն ես քեզ ասեմ դու էլա դենց արա մեռնեմ ջան։ Ուրեմն այն օրը որ 1 կիլո հնդուշկի թոշ էի արել, չէ՞։ Հա։ 1 կիլո էր, գիտես այդ հնդուշկի թոշ ամայի։ Յո։ Բա։ Թողեցի մի քիչ հետ եկավ, ուրեմն սենց կդրեցի մի սանտիմ բանով, մի սանտիմ։ Հետո այդ սենց երկար ծողիկների նման, այս էլ մի սանտիմանոց երկար ծողիկներ այեցի։ Հետո ուրեմն դե որ 200 գրամ էր, մի հատ ցու, 200 գրամ ինձ հերիք էր, լավ մի բան էլ մի ուսորներ եմ կերել։ Ուրեմն մի հատ ցվի մեջ սև բիբարը, աղը, կարմիր բիբարի հետ, լավ մի քիչ էլ են բանն ես գցում են դեղինը որ կա Քուրի։ Թողի, հա։ Լավ տրորում ես, թողնում ես մի ժամ Անահիտ։ Մի հատ ցույց չի մնում, լրիվ ներծծվում է։ Յա։ Բաքսիմատը բերեցի նույնից մաղով մաղեցի, բանով, լավ այդ անտեր սետկայով, որ ավելի մանր լինի։ Հետո դες թաթախում ես բաքսիմատի մեջ ու ձետին մեջ հայտ ես անում։ Անահիտ ոնց որ ինչ ասեմ, բերանիդ մեջ Հալվում է, հա։ Էդի երբ է սարքել, երբ է սարքել էդի։ 3 առաջ օրը։ Յա, էդի ես չեմ իմացել։ Մամ ջան, ծառդ լավ է կարմրացա։ Բայց ինչ է Անահիտ ջան, ես Առավոտը շատ տխուր էր։ Հիմա նորից թփրոցավ։ Չէ, ոնց որ չէ Անահիտ։ Հա։ Ամենայն ազնվությամբ։ Սիրուն այն էս լավ կան բաննում տերևները։ Հիմա այդքան հաջող չի։ Հիմա այդքան լավ։ Հիմա բոլոր մեր հայ ժողովուրդ ջան, նրանք ովքեր ապրում են մարզերում, բան արդեն գիտեն, որ սկսել եք ձեր պարտեզի աշխատանքը, ձեր բանջարեղենը, Աստված ձեր հետ առողջ լինեք, լավ վայելեք, ուտեք, խմեք։ Ծնվել եմ քաղաքում, ապրել եմ, մեծացել եմ, սա աշխարհման մեկ է եւ այլն, բայց հողը շատ եմ սիրել։ Էդի դեմ ես իծնե։ Անչափ սիրել եմ հողը։ Դրա համար գյուղատնտեսական գյուղտեխնիկումն եմ ավարտել։ Ու այդ հողի համար Դաժե երազով անընդհատ տեսել եմ, որ հողամաս ունեմ, հող եմ մշակում, ու դրա համար գնացի այդ գյուղը հողամաս վերցի, դաչա ստեղծեցի իմ համար։ Էդի իմ պապերի գյուղն էր։ Ուրեմն այնց մի 1500 մետր էր, քիչ էլ չէր Անահիտ։ Գիտես 55 տարեկան էի, որ արդեն էլ աշխատեցի, 7 տարի գնացի դոմի գարասի ու լավ 2 սենյականոց դոմիկ էր, իր բալկոն սարքեցինք իմ տղեն, ընտիր, ամեն ինչով Իմը ամենալավ հուշերից մեկն է այդ։ Հա, մամ ջան, ուրախ եմ։ Ուրեմն ասեց, ես բալկոնի բարձրություն էր արդեն, հողամասից ես ներքևով էր։ Այնից հողը փորեցի, մշակեցի, վայ, դժվար էր փորելը, բայց ինձ տրամադրում, որ չհոգնեմ։ Ասում եմ, այսքանը պետք է փորեմ, բայց հետևից չէի նայում։ Ասենք թե մի 20 քառակուսի, 10 քառակուսի փորում էի, գալի հանգստանում էի եւ Անահիտ մի շաբաթվա ընթացքում այդ մեծ հողամասը ես փորեցի մենակս։ Թմբեր սարքեցի վերջը Երևանից բանը պամիդորի շիտիլներ առա, լոբիներ տնկեցի, վարունգ եւ Շատ սիրուն է Ժաղդենը, նկարել եք, ուղարկել եք, մենք տեսանք։ Ծաղիկներ էի արել, իսկ այդ բալկոնի դիմացը Սուսանա ինձ դաշտային ծաղիկներ էր ուղարկել sense պաչկայով։ Էդից ես չփնել էի, բայ այդ սիրուն էր եղել։ Ու հետո ինձ կարող դրա կարիքը չունեի, հասկացում մենք լավ ենք ապրել։ Մի խոսքով, հա։ Բայց դե հաճելի Մամա, էդի քո համար եղել է որպես հոբի։ Հա, հոբի։ Հիմա տեսել եմ։ Թերապիա։ Ես 2 մետր մեկի վրա 3 քառակուսի է Անահիտ։ Մեկի վրա 2 քառակուսի է երևի։ 2 մամ 3 չէ, 2։ Մեկը 2-ի վրա է։ 2 քառակուսի է։ Պատկերացրա քանի հատ բան եմ դրել է։ Ինձ կարևոր չէ, պամիդորի կարիքը չունեմ։ Սերժ Անահիտի ամուսինը այնց բոստանա տնում, ինչ պամիդորներ 200 կիլո պամիդոր։ Մի հատ չեմ էլ ուտում կամ բան, բայց որ նայում ես ապտոպը տալիս, դա դրանից գեղեցկություն, դրանից հաճույք չկա։ Համերը դեմդ կանաչ արջում է, բարձանում է։ Այսօր այսքանը վաղն այսքանը սկսում եմ մեծանալ, ծաղիկներ տալ։ Սիրուն է։ Բարի լույս իմ կրակ մայրիկ։ Իմ կրակ մայրիկ, եկավ երեխեք նստած անդադ ձեր համար մոնտաժ էի անում, մեկ էլ անդադ ասում հելնեմ այդ պատուանը բացեմ, հելնեմ մեկ էլ դա մեկավ բացեց, ասի ապրես։ Ծիտիկների ծլվելուց։
Անահիտ։ Այջան։ Շինտիլներս նենց առողջ են տնկված։ Լուրջ։ Մի քիչ ճիշտ է, մոտ եմ արի, բայց թե չի, քրախի փոքր է։ Մամա, փոխի էլի դե հանի։ Չեմ փոխի։ Այն վարունգը շատ մոտիկ է դրել 4-րդ վարունգը։ 4-րդ վարունգը մոտիկ է դրել են հետ։ Չէ, հանեցի։ Հանիր, հա։ Չէ, չեմ մոտիկ չեմ դրել վարունգները։ Անահիտ, խշմալ եմ խփելու։ Հա, խշմար ադելա։ Ադե ինչ եմ մարմի։ Երեխեք ջաներ, մեր մոտ առավոտա, բայց քանի աշճան կլինի հիմա 21։ Ես առավոտ արթնացել եմ, ստամոքսս։ Այդ մրսելին վրա շատ ծանր նստեց։ Վայ, մամա, ասում է, Անա, արդեն չիստի լետնի եմ հագնված, այս հագինը սվիտր է երեխեք։ Ասեցի, այդ սվիտերը չիստի լետնի, ասում է, հա, բա թևերը կարճ է։ Չիստի լետնի սվիտերըտ։ Իրոք այսօր չիստի լետնի է դուրսը։ Ես էլ գնամ փոխվեմ, ես էլ հագնեմ չիստը լետնի։ Գնամ են բաները, խոհանոցի պլենդուզները լվանամ։ Երեք մեր մոտ ասեցի չէ, վտար էր տեղի ունեցել։ Հատ լսեք էլի։ Կուկու, եկա ժողովուրդ ջան, եկա, ինչ ես անում, ման ջան։ Ես էլ եմ, շինտերներս լրիվ կպել են։ Հեսա կգամ կնկարեմ ժողովուրդը պիտի տեսնեն ամեն վարկյանը։ Երեխեք, ես իմ այս պլենդուզները քանի որ բարեց ես ժողովուրդ ջան, ոնց եք, քանի որ իմ մոտ վթար տեղի ունեցավ, գնայս լվացել էի, բայց ամեն դեպքում մի հատ էլ մաքրենք էլի, ավելի լավ մաքրեմ, որ մինչև Սերժը գա տեղադրի։ Լիթր չեմ կսում, սա օջանով եմ անում, ատեն լիթերից հոգնել ենք։ Գիտեք ես մեկը, սենց անենք, հետո կտեղավորենք իրար հետ։ Գործ բացվավ էլի ինձ, ուներ ինչ գործ, ես այսօր պատրաստել եմ ծաղկակաղան բեշամելով, դա շատ շուտ է խաշվում, հիմա ուղղակի հեսա ավարտեմ, ծաղկակաղան բշոքի խաշեմ և հետո արդեն բան կանեմ անում ինչը, բեշամելը վերջում կպատրաստեմ, որտեղ բեշամելը թող տակ-տակ լինի, էլի որ գտանք հնարը, Եթե ես մաքրած չլինեի, ինքը ամեն դեպքում տարի 2 անգամ այս պլենդուզները մաքրում եմ, բայց սրանից հետո կհանեմ, նոր կմաքրեմ, որտեղ սենց ավելի հարմար և հեշտ եմ իմ համար։ Ճկունության համար էլ երեխեք ջան, ինչպես եք, հուսով եմ, որ ձեր մոտ ամեն ինչ նորմալ է և Ֆրանսիայի ապրողները գիտեմ, որ շատ գոհ եք, որովհետև արդեն եղանակները բավականին տաք է, իհարկե այն ապրողները չէ, որտեղ որ շատ շոգ կան և շատ մոծակ կա։ Մոծակների առկայությունը Ֆրանսիայում մի ահավոր է։ Տանը մի այդ ջուրը փոխեմ, բերեմ մի հատ սեղանն էլ մաքրեմ։ Այս տրապկաների հետ եմ, երեխեք, այնքան լավն է։ Հանկարծ չմտածեք այս թասի մեջ, այս թասից ունեմ 4 հատ, որը որ կողքը ջարդասն է, դա օգտագործում եմ սենց բաներ լվանալու, իսկ մյուսը օգտագործում եմ մի հատը դա 3 հատն էլ բանը, ճաշերի համար։ Որպիսի ես ինքս իմանամ որնա, սա դնում եմ են պահեստասենյակում և ամենակարևոր տակի մասը սպիտակ ներք եմ արել վրա, որ իմանամ, որ դա տնտեսականն է, չնայած ոչ մի կեղտոտ բան չկա, բայց ամեն դեպքում սննդինը պահում եմ այդ խոհանոցում, այդ դրա համար եմ մտածել, ամեն ինչը չափած ձևած ձևով, տեսնեմ բոթասներս չորացավ,
Հələ ոնց է չորացել, խարիներ է չորացել։ Տանիքսա երեք լվացեցի, սպորտի պրոգրամի տակ էի լվացրել, որպեսզի դելիկատնի լիներ, այդքան շատ չէր քանվել, այդտենց էլ պետք է թող չքանվեր։ Տիտիկներն ուղղակի սպանում են։ Գնանք տնանք մայրիկը, ինչ է անում մայրիկի պարտ։ Ոչ, տեսակ մատս կպապ, դից գուշին եմ, մինչև պլենդուզները չորանա, պլենտները ոնը պլենտ ենք ասում կուխնյայի, պուղլա քյուզինը։ Պլենտը դե քյուզինը, Ikea-ից եմ գնում իմ քյուզինը, չէ, հես են տեսեք, լվացրեցի։ Տեսնենք հլը մամայի մոտ ինչա, ճաշի հոտ եմ առնում, ոնց որ միս է սարքում։ Մայրիկ, էդ ինչ ճաշի հոտ եմ առնում, Սաթիկ։ Ճաշ եմ սարքում։ Կուկու։ Այս ինչ լավ եղանակ է այսօր։ Շատ լավ եղանակ է, մամայի պարտեզ։ Մամայի կարած քայլես, պես նես քամենն է, այն ձեպյուր է փչում։ Ժողովուրդ եկի պարկել եմ, կիսա պարկել եմ, փեղկերն եմ փակել։ Նենց խովա, պես ներսի մասը, հիմա գնամ զալի փեղկերն փակեմ, որտեվ ահավոր որ շոկը մտնում է, թողու փախի։ Եվ ներս պիտի կտրեմ, որոշել էի մտում ինձանով զբաղվեմ, բայց շոկեցի եկա տուն ներս։ Հիմա մի քիչ հանգստանամ, ժամը 2-ն է եւ գնամ խոհանոցներ մաքրեմ, չեմ հավաքել։ Գնամ խոհանոցներ մաքրեմ եւ նոր կտեսնեմ ինչ եմ անում։ Մազերս որոշեցի ներկեմ, էլ հավեսություն եմ ալարում եմ։ Երևի 2 շաբթի, 3 շաբթի կներկեմ, որ 4 շաբթի ռեստորան եմ գնալու, միանգամից ֆորմայի մեջ լինի։ Բարև, ման ջան, բարև։ Բարև, բալա ջան։ Ոնց ես, ես ինչ գեղեցիկ է տեսարանդ, մեռնեմ արևիտ, երեխեք մաման շատ, այտենց չի որ ամեն անգամ գա, տեսա այն կողմից, ասի մամ ջան, արի ստեղ, որ հիմա մեր կողմը բաց է այս բալկոնի, սկվազնյակը։ Ինչև շուրջ էր, հնարավոր չէր նստել, հետո էլ ես երկորն ենքան շոկ արես, որ հետակամա շոկի չեք կարում նստել։ Այսօր շատ լավ բան է, եղանակ է, հա, պրիատնի է, հա։ Ինչ որ մի բան կխմես, մամ ջան։ Միջև կարելի է ուշ կշերը դստել։ 9:30 նոր բան է, այդ 3:20 էր, այսօր 9:24։ Արևը, չէ՞, մութ է, այսինքն մութ է, այդքան նշան։ Նայեք, տեսեք երեխեք։ Դիքան հրաշալի է։ Իսկ ամենահրաշալի ծաղիկը նստած է այստեղ։ Ես ճիշտ ասած մամ բյուրոյում էի, հետո հա նստեցի, ասեցի չէ, մի հատ հետաքրքիր հաղորդում էի դրել YouTube-ով նայում էի ռուսական, ասեցի գնամ մի հատ մամային տեսնեմ ինչ է անում, այդ րոպեին հելա տեսնեմ լվացքը կանգնել է, ասեցի բերեմ փռեմ, եկե տեսա քեզ, ասի ինչ լավ է, իրար հետ դուրս եկանք էլի, որովհետև տունը երեխեք իրոք արդեն տոթոտ էր։ Հաղորդում էի նայում։ Մամա, ուրեմն այսօր նստել էի, մեռնեմ արևիտ, այն YouTube-ի հին պուճուր փոքր շորտերն էի նայում, պոնչիկդ նայեցի, որ սարքում ես, անենց մանրամաստ է, որ դաժե սկսնակն է կարա տեսնի, որ հա, ուղղակի գիտես ինչ է, այդ խմորը, ես չգիտեմ թե դու ոնց ես անում, այդ խմորը, որ դու ասում ես ոտու ձեռի չի գալիս, չէ։ Հազիվ պետք է հավաքես, էլի։ Բայց ինչով է, բայց ոնց չի կպնում մատների, ձեթոտում ես ձեռքերդ, մամ։ Չէ, թերջում ես բան ես անում, չի կպնում, ունես դանես, որ sense կդրես ու հազիվ այդ ալուրի մեջ մի քիչ ալուր ես անում, տապակացնում ես, հա, տապակացնում ես, հետո սոդան որ կսում ես sense հակում ես, նորից թողնում ես, որ մի ժամ հանգստանա։ Այսինքն սոդան նորից էլի ինքը կրկնագիական համնեց կա սոդա խմորի մեջ անել ժամանակ։ Հետո էլ որ դες մի պծխ շատ բան տապակացես փակում ես։ Հետո արդեն որ ինքը հանգստանում է ու խմորը լավ լոջվում է, նստում է։ Այդ ժամանակ որ բացում ես, լավ բացում ես ձեռքով, կրեմը տրում ես, հավաքում ես, պորտը հավաքում ես, պորտը։ Հա, տեսա, հա։ Ստալիս լավ բարակ ակուրատնի անում ես, որ չպայթվի էլի։ Բարակ բացում ես, ակուրատնի, թողնում ես սեղանին, հա։ նույնիսկ մի քիչ հանգստանա։ Մամատ լավ էր սարքում ճաշ տատին։ Շատ։ Հա։ Շատ համով ճաշեր էր երբում, շատ։ Ինչ անգամ այդ ժամանակ հարսանիքներին իրան բարեկամ մարդիկ բան, դե որ հրավիրում էին հարսանիքներին, ինքը հատուկ ճաշ խոհանոց էին էլի, որպես գիտես ինչ էին ասում այդ բառը մի քիչ թուրքերենա քեյվանի։ Հա, լեննականցիք շատ են, չէ՞ օգտագործել, մամ։ Հա, շատ, լեննականցիներ են մտնում քեյվանի, այսինքն խոհանոցի ճաշ հարսանիքի ճաշ պատրաստողը ու Պասուստոլմեն էր մեր շատ, ինքը շատ շնորհքով էր ու շատ մաքրաս էր անչափ։ Շատ։ Դաժե իրան մեր որ ինչ անում է
թե տղա, թե աղջիկ նույնը տեսնում են, սովորում են, էլի, ոնց է շարժվել, ինչ է անում, ինչ չի անում։ Երեխա ենք, փոքր երեխա, 10 տարեկան, 11, 12 տարեկան։ Թողնում էր դեպ արդեն հաշկապած ենք, հետո մեր ասում բան աներ, դի կողքը կանգնենք, էս վերցնենք, կեն անենք, մաքրենք, լվանանք։ Հա, հատկապես լեննականցիները, գյումրեցիները, իրանց աղջիկներին շատ սովորացնեն որպես կանացիությունը, որ աղջիկը պիտի ամեն ինչ ձեռքից գա։ Հա։ Դրա համար բանը, մամասը լվացքը, չէ։ Շատ մատուր։ Չէ, լեննականցը, ասպա լեննականցոց են բաններ ասում անուն ինչա ջեմիկը են կինուն բես լվացքը փռեի որ բոլոր կգային ասպա կնային այդ սպիտակ էլի բանը տատին ասպա ես որ չէ լվացքը պետք է ցնցղտա Ես որ սկսեցի քոծմբերից հետո եմ աշխատել, ինչեւ չեմ աշխատել, եկի պահել եմ, խնամել եմ, հերդ պապատ չէր թող բանանում աշխատել, դե մեկից մի տարի ու տանից, դու էի մի քիչ ավելի 3 տարի, այդայից փոքր, հա, հա, դրանից հետո, որ արդեն մի հոգու աշխատավարձը չէր հերիքում, Ես սկսեցի աշխատել, որ աշխատեցի, քեզ տարա մսուր, մամասը քեզ եկա շատ էր սիրում, շատ էր գալիս հաճախակի մեր տունը, քեզ շատ էր սիրում, հետո բանը, որ տարա մսուրն էլ պապայիտ ընկերոջ կինն էր մսուրի վարիչը, Թամարը, վերանդանիքներով ոդ էինք մենք իրար, Քարի տարեկան եմ ամեն նկարի մեջ է որ ես մրթոշ արված մի տարի ու 10 տարեկան 70 մեծ երեխա լինի ցանել են նկարիչն եկել է որ մանկապարտեզում երեխեքին նկարի դե ցերեկը քնացնում են որ հանելա քեզ քնից մրթոշված մազեր դեկաճ այստեղս բանջիկը դրել են գլխիդ Դավիթի մրթոշ դեմքներ Դավիթի Հետո ամբողջ ժամանակ ընդամենը մի ամիսը չես մնաց այդ մսուրում, դե անկեր ուշադիր էին բանի։ Բայց տատին ինձ պատում էլա ոնց։ Հետո եկել է բանը, մերս եկել պատուհանից նայելա, տեսելա դու լացում ես։ Եկել է Թամար ջան, երեխուս տանեմ։ Արա բերեց էլ չթողես մսուր գնաս, ինքն էր պահում։ Մամ ջան, դու գիտես որ Երևանում լավ ցուրտ է, այսօր մեկը գրել էր Անայի ջան, մենք բանը վաքսին ենք միացրել։ Մաման երեխեք նոր ասեց գարունը ճանապարհեցինք արդեն։ Չանու չենք ճանապարհի սատիկ տոտա։ Այսօր 23-ն է։ Բա երեխեք 23-ը չէ, այսօր 24-ն է։ 26-ին վաղը 25-ին վաղը մեր մոտ տոն է, Պանտկոտ։ Լրություն, երեխեք սա դրախտ է։ Հա, ես էլ հենց նորա։ Էդ ինչ երկիս երկու մերն եմ արևիտ։ Էլ այն լույսն ինչ լավ է վառվում։ Շատ, հա, տարբեր գույներ է տալի։ Դե չեմ կարա, մի երկու հատ դրեցի տրակտորիստ Սիմոնը գմփացնում ու դմփացնում։ Այսօր քեզ գործից հեռացնում էր, մամ։ Ինչ? Հա։ Ինչի։ Չգիտեմ ինչ որ մոմենտ եկավ, ասեց մամին գործից հեռացնում է։ Հրադերի մի հատ պամիդոր են կանացես մոտա որ մի հատ պամիդորը փչացա։ Բայց առավոտ լավ է։ Երեխեք ջան, մաման գնացել էր պամիդոր էր արել, ես փորեցի, Սերժը փորեց, ես օգնեցի դրեցի ես, որ դե մաման չի կարում անի արդեն։ Փուչուր հողա էլի։ Փուչուր հողա, որ մաման մենակ դի ջրի։ Արա սաղիկներ ջրելն է չեմ կարում, հա։ Ջրելն է չի կարում, ես դի գնամ ջրեմ, ջրելն է չի կարում երեխեք ջան։ Ոչինչ։ Կարևորը սիրունն է էս մամ ջան։ Դրա համար բալա ջան, հենա Այդ ժեղանի մնը որ սրել եմ, հեսա երկու հատ է ծաղիկ առնեմ։ Հա, այդ իսկ նստած որ ես նստած այսօր այդ նայում էի ծաղիկը շատ։ Ինչ ժողովուրդը շատ շուտ էր 2 տարի առաջ, ասում էին Անայիդ ինչի դու ես կողքերը ծաղիկներ չես դնում, գարշոկներ։ Ժողովուրդ ջան, այդ գարշոկ դու սկալի շոկ ա լինում, ստեղ չի նստել։ Ահա որ, հետո այդ գարշոկները արհեստական ծաղիկներ չեն, մամ։ Այլ, այնպես։ Չեմ դիննիա։ Անա եկել են վարտին նայել։ Մամ տեսել եմ 4 ոնց որ խաչ լինի, երեխեք նայեք։
Հələ նայեք երեխեք, խաչ։ Ինչ եմ արել, անա։ Ինչ, մամ։ Որ սկսում են արդեն մլակը ուտել, Հա։ սապոնա ջուր եմ սրսկել։ Մալացեց։ Երեխեք, լստեղ նայեք, ոնց որ բան տոնածարի խաղալի։ Ինչ լավ է։ Խաչա, խաչ։ Այդ պլանտը ինչ լավն է։ Շատ։ Վայրենին է, տրակտորը ծավեց ավիրեց։ Վայրենին է Սերժն է երեխեք։ Ուրեմն ես ես բալկոնը որ սարքեցինք սովորական լամպոչկաներ էին, բայց ես մի հատ ինչ Amazon-ից ինչ լամպոչկա եմ առել, եթե նրանք ովքեր կցանկանան իմանան, տեսնեն, նայեք երեխեք, առավոտը ձեզ օրինակ, եթե կցանկանաք, ասեք կուղարկեմ, լինքը կուղարկեմ, Amazon-ից եմ գնել, ինքը ինչ ասեմ, ամբողջ քանի մետր է մամ էս երկարությունը։ 10 2.5-ի վրա 25, չէ՞։ 25 քառակուսի։ Նայեք երեխեք հիմա առավոտ կանող ով կմտածի որ մեր մոտ արդեն մութ է տեսնում եք եթե կցանկանաք լինքը կասեք սա երևի երբ գնեցի սա 4 տարի առաջ բայց քանի որ Amazon-ը պահպանում է ամբողջ գնումները 10 տարի ինքը 10 տարի մնում է նենց որ ասեք անպայման անջատեմ մամ այս մի հատը քո կողմը թող միացած մնա որ դեմքը շատ լավ տենա ինչու մայրիկս վայ Պամ, Սերժն ատատ վերվեր է թռնում իրա մոտ, վայ, հայ, վխոլոն, Խոլոն չի դե, թիտեր էր, ես էլ անջատյան այն, անջատեմ, ինչու մայրիկս, ինչու սիրելիս, շատ բանան է, հաճելի է մերնեմ արևիտ, իհարկե հաճելի է, հա, լուսների կել է, հլը նայեք երեխեք, հլը նայեք, հլը ես հրաշքը տեսեք, վա, այս գեղեցիկ տեսարանով ուզում եմ ավարտել իմ վլոգը, ցանկանամ ձեզ բարի դիտում, հուսով եմ, որ հավանեցիք, գիտեմ, որ բոլորդ սիրում եք մայրիկիս զրույցները, մայրիկի թեկուզ մի փոքրիկ պատմությունը, համբուրում եմ ձեզ սիրելիներս, սիրում եմ ձեզ շատ, եւս մեկ անգամ շնորհակալ եմ բոլորիցդ եւ բարի գալուստ նոր հետևորդներին, եւ ձեզ եկեք ասեմ, պակա, պակա